Պարոն Կարագոզյան, օրեր առաջ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում երկու անչափահաս դպրոցականներ կալանավորվեցին, այնուհետև նրանցից մեկը ազատ արձակվեց, իսկ երկրորդ տղային 2 ամսով կալանավորեցին։ Դուք որպես իրավապաշտպան ինչ գնահատական կտաք այս իրադարձությանը եւ չեք կարծում, որ շատ իրավապաշտպաններ շատ դեպքերում պարզապես լռություն են պահպանում։ Ուրեմն նախ բռնությունը որևէ կերպ մենք չենք արդարացնում, որևէ պատճառաբանություն, որևէ հիմնավորում, որևէ տրամաբանություն չի կարող ներկայացվել բռնության դեպքում։ Երկրորդը չմոռանանք, որ վարչապետը այնուամենայնիվ որքան էլ ես անձամբ եւ շատերս որքան էլ համաձայն չենք նրա կարծիքի հետ, բայց նա այնուամենայնիվ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, սա երկրորդ, եւ երրորդ, որքան պաշտպանված է վարչապետի անձը, նույնքան պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունը, ըստ իմ գնահատականների, սա երրորդ, բայց չորրորդը, եթե պատանին կամ երիտասարդը դպրոցականը արել էր ուղղակի մանկական չարաճճիություն, պահի ազդեցության տակ անհավասարակշիռ չարաճճի վարքագիծ էր դրսևորել, սա չի նշանակում, որ պետությունը, որ համակարգը պետքա այսպես գործի դներ այս պատժիչ տրամաբանությունը, այն դատարանում, այն դատավորով, որը հենց վարչապետի կողմից հռչակված էր, որ տխրահռչակ, վարչապետը այսպիսի արտահայտություն է անում այդ դատավորի մասով, տխրահռչակ դատավոր։ Ուրեմն այդ տխրահռչակ դատավորի ձեռքը չպիտի տային ուղղակի չարաճճի դպրոցականին։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ եւ տեղին կլիներ, որ վարչապետը ուղղակի հայրաբար զրուցեր պատանու կամ երիտասարդի հետ։ Ուղղակի ինքը երիտասարդից անձամբ պարզեր, արդյոք կա այդտեղ այդքան կազմակերպվածություն կամ լրջագույն հանցակազմ, չէ կարելի այսպես խորտակել երիտասարդի կյանքը ինչ-որ չարաճճիության համար, Պատանին ամեն դեպքում մենք ունենք տեղեկություններ, որ 4 տարեկանից հատուկ խնամքի անհրաժեշտություն է ունեցել եւ կարող էր մարդաշատ վայրում անհավասարակշիռ վարքագիծ դրսևորել, ինչը մեր կողմից եւս անընդունելի է, բայց չարաճճիության դեպքում գործի դնել պատժիչ մեքենան եւ այսքան խստորեն եւ այսքան լայնամասշտաբ հանրային կերպով դնել, վերցնել, քննարկել մի երեխայի անհավասարակշիռ վարքագիծը ես կարծում եմ տեղին չի։ Եվ ես կարծում եմ շատ տեղին կլինի եւ վարչապետին շատ վայել կլինի եւ իմ հորդորը խնդրանքը նաեւ, որ նման դեպքերում պետք է ուղղակի երիտասարդին կամ պատանուն խևել, խրատել, ցույց տալ կյանքի ճշմարիտ եւ արդար ճանապարհը եւ վարչապետը պետք է անձամբ պարզել արդյոք կա այդպես կազմակերպված վտանգ իր անձի նկատմամբ։ Կարող է սա վարչապետը արել, որը չի արել։ Շնորհակալություն։